ջան, կուզեմ անդրադառնալ հանրային հեռուստաընկերության քննարկմանը։ Ուրեմն կա Պետրոսինա, Պետրոսը չխառնել, Պետրոսին ու Պետրոսինային չխառնել։ Եվ իմ համար շոկ էր նրա վարած քննարկումը Ուկրաինայի հարցում, պատերազմի ավարտի հարցում։ Ուրեմն Պետրոսինան հարցը սկսեց կոռուպցիայի մասին, թե ինչքան կոռուպցիա կա Ուկրաինայում։ Եվ որ վատ է, դե Ռուսաստանում մի կողմից այո, այնտեղ բան է, տնտեսության վիճակը վատ է, հարվածներ են հասցնում, բայց Ուկրաինայում կոռուպցիա կա ու շատ մտահոգված էր Ուկրաինայի մարդկային ռեսուրսներով։ Այսինքն սա ասում փյուր մաքուր ռուսական նարատիվներ է։ Մաքուր։ Ուրեմն հետեւյալ մի բանն է։ Ուրեմն կոռուպցիայի մասով այնտեղ նստած էր Լևոն Բարսեղյանը, գյումրեցի, եւ իրեն պարզ ասեց կարևորը, պարզ ասեց կոռուպցիա կա, որտեվ դեմոկրատիա կա, այսինքն կոռուպցիայի մասին մենք իմանում ենք, որտեվ կա դեմոկրատիա, որտեվ Ռուսաստանում ահռելի կոռուպցիա է, բայց սա փակ է, արգելված է խոսալ այդ մասին։ Ուղղակի արգելված է, հատկապես Պուտինի կոռուպցիայից, տեսակ Նավալնին էր խոսում, մեռավ, կոպիտ ասած։ Քանի որ Ուկրաինան բաց հասարակություն է, խոսվում է կոռուպցիայի մասից, այսինքն հետաքննողները գտնում են, բացահայտում են։ Քանի մարդ զրկվեց պաշտոնից Ուկրաինայում կոռուպցիայի պատճառով եւ Զելենսկին հանեց, հենց սկանդալ էր ծագում, հանում էր։ Քանի մարդ եւ բռնվեց եւ նստեց կոռուպցիայի պատճառով Ուկրաինայում, այսինքն գնում է պայքար։ Անկախ մամուլը գտնում է, բացահայտում է, անկախ հետաքննողները գտնում, բացահայտում են եւ դրա պատճառով մենք ավելի շատ ենք իմանում։ Բայց Պետրոսինա կոռուպցիան Ուկրաինայում եւ կոռուպցիան Ռուսաստանում դա ոնց որ մրջունը փղի հետ համեմատես, հասկացի։ Եվ այդ նարատիվը Ուկրաինայից կոռուպցիայից խոսելուց դա ավելի շատ ռուսական նարատիվ է, որը փորձում են վարկաբեկել Զելենսկին, որը փայլուն տանում է պատերազմը Ռուսաստանի հետ։ Բայց Զելենսկին անգամ հանեց կոռուպցիայի պատճառով իր ամենամտերիմ մարդկանցից մեկին, Եռմակին ուղղակի հանեց պաշտոնից։ Այսինքն Զելենսկին չի հանդուրժում կոռուպցիա։ Զելենսկին պայքարում է դրա դեմ։ Եվ Զելենսկին խրախուսում է, որ մամուլը հրապարակում է կոռուպցիայի մասին, եւ այդ կոռուպցիոն բացահայտումները լինում են, ով էլ ինչ ուզում է ասի։ Այո, այդ կոռուպցիայի նարատիվը փորձում են օգտագործել Զելենսկուն վարկաբեկելու համար։ Սա մեկ։ Երկրորդը, ունենցա խոսում Պետրոսինան, ոնց որ Պետրոսինա փորես կարող է իրականում պարզես, որ Հայաստանում 3 անգամ ավելի շատ է կոռուպցիան, քան Ուկրաինայում իդեպ Պետրոսինա, որովհետեւ Ուկրաինան արդեն DCFTA-ի անդամ է ու Եվրամիության ակտիվ բարեփոխումներ է իրականացնում։ Ես վստահ եմ, այդ վերահսկողությունը, որ կա Ուկրաինայում, եվրոպացիների կողմից անկախ մարմին կա, չէ, 2 մարմին կար, որ Զելենսկին անգամ ուզում էր մի փոքր դրանց բաները պակասեցներ, ժողովուրդը դուրս եկավ եւ Զելենսկին հասկացավ, որ ընդ որում նրանք էլ այնպես չի որ սուրբ են, նրանք էլ ինչ որ քաղաքական խաղեր էին տալիս, բայց Զելենսկին հասկացավ, որ ժողովուրդը դեմը եւ այդ 2 կառույցներ աշխատում են։ Կան կառույցներ, անկախ կառույցների տարբերություն Հայաստանի որ չկա։ Անկախ կառույցներ կան, որոնք կարող են մարդու ուրեմն հետ քրեական գործ հարուցել, այսինքն որոնք ընդհանրապես Զելենսկուն չեն ենթարկվում։ Հայաստանում այդպիսի կառույց չկա եւ վստահեցնում եմ քեզ, որ Հայաստանում իհարկե մասշտաբները, եթե տոկոսայինով մասշտաբներով համեմատենք, Հայաստանում կարող է պարզվի, որ ըստ բնակչություն քանակի կոռուպցիան, եթե իրականում այդպես նույն վերահսկողություն լինի եվրոպացիների կողմից եւ այդ նույն մարմինները գործեն ոնց որ Հայաստանում, կարող է պարզվի Հայաստանում ոչ թե 3, այլ 30 անգամ ավելի շատ կոռուպցիա կա։ Պարզը, սա մեկ։ Հետաբար այդ թեման մի շահարկի, դա ռուսական նարատիվ է, ես հասկանում եմ դու դա ինչ ես անում։ Հիմա կար մի շատ ռուսամոլ երիտասարդ ժամանակին, տենց ուրեմն տենց այդ համապատասխան կուսակցությունն էլ տենց շատ այսպես Մոսկվա-Բադի կողմնակից էր, տենց եւ այլն, բայց դրականը ինչ էր այս ամբողջ քննարկման մեջ, որ իրանց ռետորաբանությունը փոխվել է, իրանք էլ են հասկանում, որ իրանց ֆաշիստ Պուտինի գործերը լավ չի, փաստորեն, հեչ լավ չի։ Եվ արդեն մեղմացել են, բայց ես ձեր անունը չեմ տալի, որտեղ ընդհանրապես չեմ ուզում ձեզ ընդհանրապես գովազդ դանել, որտեղ հակագովազդնել է գովազդ, հա։ Չկա այդքան որ ձեր անունը տամ ինձ համար համենայն, այդպես այդ կալիբր չունեք, որ ձեզ անունը տամ, բայց մենք հիշում ենք ձեր անունները։ Մենք հիշում ենք ձեր հարցազրույցները, մենք հիշում ենք ձեր քարոզն ու նարատիվները, մենք դա ինչ լավ հիշում ենք։ Ոչ մեկը չեք մոռացվելու եւ մի փորձեք ավելի ազնիվ եղեք ու շարունակեք Պուտին պաշտպանել։ Դա ձեզ ավելի պատիվ կբերի։ Հիմա ասում եմ կոշիկները չփոխեք։ Ոնց որ ռուսներն ասում պերեաբուցը, ձեր սիրած լեզվով ասեմ, կոշիկները մի փոխեք, նույն կոշիկներով մնացեք, դա որտեղ միևնույնն է ձեզ դա հիշացնելու ենք, այս ամեն ինչը որ վերջացավ, հատիկ, նկարներով ենք կպցնելու եթերների ժամանակ, թե ինչ եք ասե, ոնց եք ասե, մի փորձեք տես խլվրտ, մի արեք, ճիշտ չի դա։ Հիմա ասում է որ ուրեմն ԱՄՆ-ի պես պետությունը գնաց բանակցությունների Իրանի հետ չհասնելով իր նպատակների։
Ուրեմն ես ապշած եմ ուղակի, այդ ումից ես իմացել, որ ԱՄՆ-ն իր նպատակներին չի ասել։ Լուրջ ես ասում, կամ կարող է վերջացել է մենք տեղյակ չենք։ Բայց այդ որ նպատակներ ԱՄՆ-ն դրե որ չի հասել։ Ես խորհուրդ եմ տալիս իմ եթերները նայես ու կարող է պարզվի, որ ԱՄՆ-ն հասնում է իր նպատակների եւ արդեն որոշ նպատակների հասել է։ Շատ խորհուրդ եմ տալիս, որ նայես, որովհետեւ ես մանրամասն բացատրում եմ, թե իրականում ինչ նպատակ է դրե ԱՄՆ-ն եւ ինչ նպատակների է արդեն հասել եւ ինչ նպատակների դեռ պետք է հասնի։ Երիտասարդ։ Ատենց որ հասարակությանը խափում եք, թե ԱՄՆ-ն իր նպատակներին չի հասել։ Դուք ձեզ եք հույս տալիս, թե դուք հավատում եք իրոք, որ ԱՄՆ-ն իր նպատակներին չի հասել։ Թե հավատում եք իրոք, ուրեմն ցավում եմ ձեր համար։ Շատ եմ ցավում ձեր համար։ Բայց հասարակությանը դա մի ասեք, որտեվ դա սուտ է։ Դա բացարձակ սուտ է, որ ԱՄՆ-ն չի հասել իր նպատակներին ու բանակցություններ սկսել Իրանից։ Մենք դե անդադ խոսում ենք մերձավոր արևելքից պարզը։ Սա էսպես։ Ձեզ հույս մի տվեք իզուր, ձեր Պուտինը սատկելու է մի օր հաստատ։ Ռուսաստանը ապագա չունի ու խնդրում եմ ձեզ հույս մի տվեք։ Մի արեք, անիմաստ մի արեք։ ԱՄՆ-ն արդեն հարավային Կովկասում է։ ԱՄՆ-ն մերձավոր արևելքում երեք այն օրը տվեցի նայելես թողարկում տղա ջան մտի նայի։ Այն օրը թողարկում եմ տվել, որ ԱՄՆ-ն մտավ Իրաք, որ ամբողջ պատերազմի ընթացքում Իրան էր պաշտպանում ու Գազայի պաղեստինցիներին։ Բայց Շևրոնը մտավ եւ վերցրեց Իրաքի ամենամեծ հանքավայրը։ Տղա ջան, նպատակը այդ է։ Հասկացի։ Նպատակը տենց են հասնում։ Հիմա Պետրոսյանն ասում է հարվածները Ուկրաինայի Wildberries-ի նրա համար են, որ մոբիլիզացիա անեն, ասեն տեսեք պատերազմը ձեր դուրն է եկել։ Սրան ով է թողել հմեկ։ Այսինքն Պետրոսյանն կարծում է, որ ռուսները հատուկ չեն խփում ուկրաինական հրթիռները թողնում են, որ Wildberries-ը այդ ահռելի 100,000-ավոր մարդկանց աշխատատեղ ապահովող, մենակ Հայաստանից 3,000 կա։ 100,000-ավոր իդեյ ավելի աշխատատեղ ապահովող, որ Ռուսաստանի տխուր տնտեսության վիճակում այսօր կոնկրետ երկակի նշանակության ապրանքներ, բրոնեժիլետներ, դրոնի մասեր, բացահայտ բերում են եւ որպես լոգիստիկ նաեւ հաբեր օգտագործվում են ռուսական բանակի համար, հատուկ ռուսները թողում են որ պայթեցնեն, որի վնասը արդեն հաշվում է արդեն մոտ 5 միլիարդ դոլար 5 միլիարդ դոլար։ Տենց բարի ժեստով թողել են, էսի գիտեք որ նա ասում է դուք չգիտեք Պուտինը դեռ չի սկսել։ Այդ չի 5 տարի անց մարդիկ կան, չէ՞ որ ասում են դուք չգիտեք Պուտինը դեռ իր ամենամեծ զենքերը չի օգտագործել։ Հատուկ է անում։ Որ ասես, որ մտածում ես դուք ինչ եք ծխում։ Դուք հասկանում եք քաղաքական հարցազրույց վարողը ինչ է ասում։ Ասում է Պուտինը թողում է որ դրոնները խփեն Wildberries-ին, որ մոբիլիզացիան են, իսկ որ ժողովուրդ հասի եկեք հակառակը Ազիզ ջան, դու ինչով ես զբաղված ամբողջ օրը։ Ռուսաստանի ժողովուրդը դրա պատճառով պահանջում է դադարեցնել պատերազմը եւ ընտրություններից առաջ դա սատկացնում է Պուտինի ռեյտինգը չեղած։ Դու ինչ ես նայում։ RTR Սոլովյով ես լսում։ Ես հասկացա որ քո մտքերը Սոլովյովի եւ Մարգարիտա Սիմոնյանի հիբրիդ են ինչ որ։ Դուք ինչ եք ծխում։ Ոնց կարելի է այս մակարդակի երևույթին անձնավորությանը թույլ տալ մոտ հմեկում հաղորդում վարելու, որը դուրս է տալիս абսուրդ ու մեր հասարակությունը դա ուտում է։ Աս ու լիքը մարդ հիմա կհավանի կասի, «Աբա ճիշտ է, Պուտինը թույլ է տալիս, որ մոբիլիզացիա»։ Դու Պուտինին պետք է լինի, եթե ինքը չվախենա մոբիլիզացիայից, որտեղ ինքը գիտի, որ հասարակության մեջ պոպուլյար չի այլևս այդ պատերազմը։ Հակառակը պոպուլյար չի նրա պատճառով, որտեղ պատերազմը եկել է իրենց տուն, իսկ իրանք չգիտեն ինչի համար են պատերազմում։ Չգիտեն, որտեղ մոտիվացիա չունեն։ Մենակ հանցագործներուն նայոմնիկներն էին գնացել վարձկանները փողի համար։ Հասարակ մարդիկ չունեն մոտիվացիա տեղ պատերազմելու։ Այսինքն Պուտինը ասում է եկեք խփեք իմ նավթարաշական գործարաններին, կործանեք իմ տնտեսությունը, ես բենզինի հերթ կանգնեն մարդիկ որ ինձնից դժգոհեն, բայց որ դուք մոտիվացիա ունենաք գնաք բանակ։ Արդեն կես տարի է այս հարվածները շարունակվում է, կես տարուց ավել է նավթարաշական գործարաններին։ Ոնց որ թե մարդկանց մոտիվացիան չի բարձրանում, Պետրոսինը, անդադ պակասում է մոբիլիզացիոն ռեսուրսը։ Որտեղ ինչքան նայոմնիկ վարձկան հանցագործ ուղեղը թափած ալկոհոլիկ կար, արդեն գնացել դարել է խոզի փայ ուկրաինական բան, բայց ես դուք իր մտքի թռիչքը էլի հասկանաք, ժողովուրդ, դուք հասկանում եք ովքեր են ձեզ մատուցում քաղաքական վերլուծություն, լրատվություն եւ այլ այսպես շարունակ։
Ասպական տեսակետներ, որ Չինաստանը մանր կուլ է տալիս Ռուսաստանին եւ պատերազմը մեծապես աջակցում է դրան։ Մյուսը, որ պատերազմից հետո Ուկրաինայի ֆինանսական աջակցությունը կլինի, բայց տասնամյակներ են պետք Ուկրաինան վերականգնելու համար եւ ոչ Եվրոպան, ոչ Արևմուտքը դրա մասը չեն կազմելու։ Պետրոսինան երևի չգիտի, որ Եվրոպան Արևմուտք է մեծ հաշվով, այսինքն նույն Արևմուտքի մասը Եվրոպան։ Ուրեմն Չինաստանը ոչ թե կա տեսակետուր մանր կուլ է տալիս, դու նայ, քանի որ Հայաստանը Ռուսաստանի տնտեսության դուստր ձեռնարկությունն է, մի հատ ձեր երկրումն է, կամ ռուսական ապրանքը, կամ արդեն մեծամասամբ չինական ապրանքը։ Չինաստանը ձեզ էլ է կուլ տալի, ուղղակի չեք նկատում դա Ռուսաստանի միջոցով, ընդ որում վայլդբերիզների միջոցով, հա։ Սա մեկ։ Ռուսաստանում նայ, արդեն սա չինական ավտոներ են։ Ռուսաստանը արդեն կուլ է տվել Չինաստանը, ուղղակի քո վրա խաբար չկա երևի, հա։ Կարծիք չկա, մանր չէ, խոշոր է կուլ տալիս։ Հիմա ասում եմ Արևմուտքը ինչ ասում դրա մասը չի կազմելու, ասենք ոնց համ ասում է որ փող է տալու Արևմուտքը ֆինանսական միջոցները, համ ասում է որ Արևմուտքը Ուկրաինայի վերականգնման մասը չի կազմելու։ Ես ուզում եմ այս տրամաբանությունը, բա ոնց են կազմում Պետրոսինը փողով։ Գլխավորը փողն է, Մարշալի պլաններ հիմնված էր փողի վրա։ Հիմա, բայց ամենակարևորը զրուցակիցը հարցնում է, ինչու չեն կազմելու։ Պետրոսինն ասում է, փողով միայն։ Հա, բայց մարդկային ռեսուրսը։ Այսինքն, երբ որ միտեղ կա փող, դա տնտեսագիտական օրենք է։ Եթե միտեղ լցվում է փող, Պետրոսինը, շատ արագ այդտեղ հայտնվում է մարդկային ռեսուրս։ Եթե միտեղ կա առաջարկ շատ ու լավ առաջարկ, Պետրոսինը, մի անգամից ստեղծվում է պահանջարկ։ Ուկրաինացիները շատերը պատրաստվում են հետ գնալ, այնպես չի որ բոլորը ուզում են մնալ, ասենք Եվրոպաներում, ես ինքս տեղյակ եմ այդ, բայց որ շատերը պատրաստվում են հետ գնալ։ Այո, մի մասը կմնա, բայց իսկ երբ որ մեծ փողեր ալցվում մի երկիր, դու գիտես որ ինչ է նշանակում, երբ որ օտարերկրյա աշխատուժը սկսում է լցվել այդ երկիր, որովհետև կա աշխատանք։ Հետևաբար մարդկային ռեսուրսի մասին ընդհանրապես դու մի մտածի, այդ մարդկային ռեսուրսը մի անգամից հայտնվում է, որտեղ որ կա փող, դա տարական բան է Պետրոսինը։ Այսինքն ինչ ուզում ասի Պետրոսինան, Արևմուտքը ասենք միլիարդներ է լցնելու ու մարդ չի լինելու որ դա սարքի։ Ասենք դուք հասկանում եք Ուկրաինան 40 միլիոնից երկիրը լավ թող 30 մնացած լինի։ 30 թող 25 մնացած լինի, 25 միլիոնանոց երկրի մասին է խոսում Պետրոսինը։ Պետրոսինը հույս մի ունեցի մարդկային ռեսուրսը Ուկրաինայում մնալու է։ Շատ հանգիստ, բայց նա ավելի խորն է գնում։ Ուրեմն, հա, զրուցակիցը նաև այդ նույն Մարշալի պլանն է բերում օրինակ, ասում է Մարշալի պլանի մասին տեղյակ ես Ազիզ ջան։ Ուրեմն, ասում է, հա, բայց վերականգնելը վերականգնումով, բայց մասնատվում է երկիրը եւ որևէ մեկը չի պայքարելու Ուկրաինայի ամբողջական վերականգնման համար եւ այսպես շարունակ։ Ասելիքս այն է, որ ԱՄՆ-ն թե Չինաստանը իրենց շահերն են առաջ տանում։ Սա մաքուր ռուսական ռոպագանդա է, հիմա բացատրեմ ինչու։ Ուրեմն սկսենք նրանից, որ Չինաստանը եւ ԱՄՆ-ն մեղավոր չեն, կոպիտ ասած, ամեն մեկը օգտվել այն առիթից, որ ֆաշիստական Ռուսաստանը հարձակվել է հարևան երկրի վրա։ Ոչ մեկ Պուտինին չի ստիպել Պետրոսինը ցեղասպանական պատերազմ սկսել Ուկրաինայի դեմ։ Հետևաբար, այո, պատերազմը Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև է։ Ռուսաստանը քո սիրած Պուտինի բերան քսիվայր ցեխերով տանում է։ Իհարկե մնացած բոլոր երկրները արդեն սկսում են պաշտպանել իրենց շահերը։ Արևմուտքի շահերից էր թույլ չտալ, որ Ուկրաինան պարտվի։ Չինաստանի շահերից էր թույլ չտալ, որ Ռուսաստանը պարտվի, կոպիտ ասած։ Երկրորդը Պետրոսինա, որ դու խոսում ես վերականգնման մասին եւ ամբողջական Ուկրաինայի, բացատրեմ։ Ուկրաինայի ամբողջական վերականգնումը ուրեմն Արևմուտքը պարզավոր չի ֆինանսավորելու, որովհետեւ հիմա որ խոսվում է որ սառեցման գծով է լինելու, Արևելյան Ուկրաինան մնալու է շարունակ, եթե հիմա սառեցման գծով լինի։ Արևելյան Ուկրաինան շարունակելու է մնալ Ռուսաստանի վերահսկողության տակ։ Հետևաբար, կամ քո սիրած Պուտինը պետքա վերականգնի ամենականդված տարածքները, հայի դեպ ամենամեծ Պետրոսինա կործանումները, ավերածությունները եղել են Արևելյան Ուկրաինայում, որը գտնվում է Ռուսաստանի տիրապետության տակ։ Ինչի՞։ Որովհետև ռուսները չեն կարողացել խելքով գրավել տարածքները, իրանք գրավել են ինչով։ Իրանք գրավել են
ոչնչացնելով քաղաքը այն աստիճան, որ ուղակի ուկրաինական զինվորը թաքնվելու տեղ չունենա։ Ուկրաինացիներն էլ հասկանալով այս տակտիկան ասել են, թե անվերջ չի հոձեր հնարավորությունները։ Մենք է մարդկային ռեսուրսը կխնայենք։ Դուք եթե ոչնչացնում եք ամեն ինչը, ուղակի ոչնչացնելով եք գալուս առաջ, ձեր վզին է դա մնալու է։ Երկրորդը կան ռուսական սառեցված ակտիվներ, որոնք օգտագործվել է Ուկրաինայի վերականգնման համար։ Երրորդը Պետրոսինը 800 միլիարդ դոլարի մասին էր խոսում առնվազն Զելենսկին եւ ռուսական ակտիվների մասին դա արդեն 1 տրիլիոն դոլարից ավելի եւ այդ գումարը շատ կմեծանա։ Միգ մտահոգվի։ Բացի այդ, հիմնական ավերածությունները կրկնում եմ եղել է արևելյան Ուկրաինայում, որը հենց հիմա գտնվում է Պուտինի վերահսկողության տակ։ Որպեսզի հասկանաս, ամենամեծ ավերածությունները ընդեղ է եւ պետքա վերականգնի քո սիրած Պուտինը։ Բնականաբար եթե անգամ, որտեղ Զելենսկին ինքն է ասում, որ ես չեմ պատրաստվում իմ բոլոր մարդկանց զոհեմ, մեծ զոհեր տամ, որպեսզի գնամ ամբողջ տարածքը գրավեմ։ Ուկրաինայի դիրքորոշումը հետեւյալն է. մենք չենք հանձնվելու եւ չենք հրաժարվելու մեր տարածքներից։ Վաղը մյուսերը մենք այդ տարածքները հետ կբերենք դիվանագիտական ճանապարհով, բայց ես չեմ ուզում, որպեսզի այս պատերազմում ես տամ ուրեմն զոհեր, որպեսզի ես գնամ հասնեմ 91 թվականի սահմաններին։ Զելենսկին դա փայլուն հասկանում է, բայց ավելին ասեմ, հույսներդ մի դրեք, որովհետեւ եթե Ռուսաստանը չդադարեցնի պատերազմը, կարող է պարզվի, որ մի տարի կամ 2 տարի հետո Ուկրաինան ոչ միայն 91 թվականի սահմաններին է հասել, այլ նաև անցել է այդ 91 թվականի սահմանները։ Այս սցենարն է մի բացառի, դա ամեն ինչ կախված է ֆաշիստ Պուտինից։ Եթե Պուտինը ժամանակից շուտ ուշքի գա, գուցե այս սառեցման գծով կանգնի եւ կվերականգնվի իհարկե Ուկրաինայի այն մասը, որը գտնվում է ուկրաինացիների վերահսկողության ներքո։ Բայց ես քեզ ուզում եմ մի հետաքրքիր բան ասեմ, որ դու ռուսական ռոպագանդայից եւ այդ զուր հույսերից, սին հույսերից դուրս գաս, էլի։ Կա Հյուսիսային Կորեայի օրինակը։ Դու Հյուսիսային Կորեայի մասին լսել ես, Պետրոսինա։ Նույնն էլ Գերմանիայի օրինակը կա։ Հիշում ես Գերմանիան բաժանված էր արևելյան եւ արևմտյան Գերմանիաների, որը որ արևմտյան Գերմանիա էր ինքան լավ էր ապրում, որ արևելյան Գերմանիայից, որը քո կոմունիզմի, սիրած կոմունիզմի ուրեմն ազդեցության տակ էր, մարդիկ փշալարերի վրա արուն լավա փախնում էին արևմտյան Գերմանիա։ Եվ մինչև հիմա արևելյան Գերմանիան մնում է էլի թեր զարգացած արևմտյան Գերմանիայի հանդեպ։ Գիտես ինչի, որտեվ քո սիրած սովետի տակ է եղել ռուսների։ Նույնն էլ հարավային եւ հյուսիսային Կորեան, Պետրոսինա, փաստորեն ստացվում է, որ արևմուտքը չի գնացել ամբողջ Կորեան չի վերականգնել, բայց Կորեայի մնացած մասը, որը մնացել է իրենց հավատարիմ դաշնակիցների ձեռքում, ծաղկել դարել է ժամանակակից պետություն, որի ապրանքները դու հիմա օգտագործում ես, օրինակ դու հիմա հյուսիս կորեական ինչ-որ հեռախոս չես օգտագործում, կամ հյուսիս կորեական ավտոները ես չեմ տեսնում Հայաստանում, բայց ես Հայաստանում տեսա անթիվ անհամար Կիաներ, որը հարավային Կորեայի արտադրանք է։ Hyundai-ներ տեսա, որը հարավային Կորեայի արտադրանք է։ Հետևաբար քո Սոլովյևա Սիմոնյանական հիբրիդ մտքերը ու քո ասма թաքուն գիշերային, այսպես ասած, ցանկությունները ընդհանրապես չեն համապատասխանում իրականությանը։ Դու պատասխանատվություն ունես հայ ժողովրդի առաջ, եւ քո ուրեմն անձնական ցանկությունները պահի քեզ։ Քանի որ այսպես ասում կին ես, չեմ ուզում քեզ ասենք ուրիշ ձև։ Ուղղակի պահի քեզ, որտեվ դու դրանով ուղղակի ապա կողնորոշվում ես քո հետևորդին, իսկ քո հետևորդը շատ է հանրային հեռուստաընկերությունը այդուամենայնիվ։ Երրորդը մարդկային ռեսուրսը, թե բա կպրծնի Ուկրաինայի մարդկային ռեսուրսը եւ չի կարողանա կռվել։ Ռուսաստանն էլ մոբիլիզացիա կանի, էլի ասма հաց մտքեր են առաջանում այն մտքից էլի, որ հեսա Ռուսաստանը մոբիլիզացիա կանի, Ուկրաինան կսպարվի։ Էդ էլ հիասթափեցնեմ քեզ Պետրոսինը, ասեմ ինչն է խնդիրը։ Ուրեմն բացատրեմ։ Ասեմ իմանաս, որ Ուկրաինան դեռևս չի մոբիլիզացրել մինչև 25 տարեկանների։ Այսինքն մինչև 25 տարեկան երիտասարդներին մոբիլիզացիա տեղի չի ունեցել։ 25-ից բարձր է։ Այսինքն եթե պետք լինի, Զելենսկին էլ ունի մոբիլիզացիոն ռեսուրս եւ բավականին մեծ։ Երկրորդ, Ուկրաինայում հիմա գրում են նրան, որ պետքա դրոններով կռվել եւ ավելի շատ պակասեցնել մարդկային գործոնը։ Դա շատ կարևոր է, Պետրոսինա։ Եվ ինչպես մենք տեսնում ենք, հիմա դրոնների թիվը Ուկրաինայում ուրեմն արտադրության թիվը մոտ 10 միլիոնի է հասնելու շուտով կամ արդեն հասել է 10 միլիոնի ռոբոտների, թերապես տարբեր տեսակի ռոբոտիզացիա է գրում։ Եվ դրա շնորհիվ է, որ այսօր բանակում Պետրոսինա զոհերի թիվը 1-ին 5-ը, 1-ին 7-ը։ Եթե դու հաշվել կարողանում ես օրինակ Ուկրաինայի բնակչության եւ Ռուսաստանի բնակչության քանակը, դու կարող ես հասկանալ, որ լավագույն դեպքում ռուսների համար Պետրոսինա, ռուսների համար լավագույն դեպքում
մարդկային ռեսուրսները սպառվում են ինչ ճիշտ է հավասարաչափ, այսինքն եթե սպառվում են ուկրաինական մարդկային ռեսուրսները նույն չափ Պետրոսինը առնվազն նույն չափ սպառվում են Ռուսաստանի մարդկային ռեսուրսները, որտեղ հեշտ չի կրվել անընդհատ 1-7 հարաբերակցություն կորուստ ունենալով մի զոհին 7 զոհ տալը գումարած անդարձ այսինքն վիրավորների, որ ավելի շուտ ուկրաինացիները օգնություն են ցույց տալի եւ ավելի շատ են վերականգնվում հետ գալի տոկոսային բանակ, քան ռուսական վիրավորները, որոնց մեծ մասը ոտու ձեռ չունի։ Նրանց անդառնալի վերադարձվողների թիվը շատ ավելի քիչ է։ Այսպիսի նյուանսներ ու գործոններ կան Պետրոսինը։ Հասկանում ես։ Եվ ամենակարևորը, այդ բարձր տեխնոլոգիական զարգացման համար օրինակ նույն ամերիկյան Palantir ընկերությունը, մենակ այդ մի օրինակը, շատ ընկերություններ կան։ Մենք հենց Ամերիկայի Ուկրաինայի համագործակցության մասին կխոսենք, ուրեմն արդեն շուտվանից Ուկրաինայում եւ շատ լուրջ պլաններ են ուրեմն մշակում, որպեսզի ընդհանրապես մարտադաշտի կառավարումը մաքսիմալ լինի առանց մարդու հատուկ ծրագրեր, սոֆթվեր, շատ բաներ են պատրաստում, դրոնների միասնական կառավարման ծրագիր եւ այլն, որպեսզի անգամ դրոնների կառավարման մեջ Պետրոսինը մարդկանց գործոնը լինի մինիմալ։ Բնականաբար, եթե միտեղ մտածա ամերիկյան Palantir-ը օրինակ, իսկ մյուս կողմից ասենք չկա ոչ մի կամ ինչ-որ չինացիների ինչ-որ թուլափայ են գցում Պուտինին, ակնհայտ է չէ ում կողմն է գնում եւ մենք տեսնում ենք առավելությունը արագ Մոսկվայի հարվածները քեզ պետքա մի բան հուշեին, էլի։ Շուտով էլ ուկրաինական բալիստիկն է ոնց որ թե գալիս։ Այդ ժամանակը ձեր օգտին չի աշխատում, քո ու Պուտինի ու Սիմոնյանի օգտին չի աշխատում։ Ուրեմն նախ այսպես ռուսամետ երիտասարդներից մեկը բանավեճի ասում է, բերում է Չեչնիայի օրինակը, թե ռուսներն առաջին անգամ պարտվեցին, բայց երկրորդ պատերազմում հաղթեցին։ Բայց հույս մի տուր քեզ, դա անհեթեթ օրինակ է, որովհետև Չեչնիան տղա ջան 1 միլիոնանոց է, 1 միլիոնանոց։ Ուկրաինան այսօրվա դրությամբ անգամ փախածների թվով 25-ից 30, այսինքն լքած դուրս եկածների, այսպես ասեմ, հավորոշներ փախածների իմաստով, բայց հիմնականում արտակ այսպես դուրս եկած, որտեղ շատերը կանայք երեխաներն են դուրս եկել, ամուսինները կռվում են, ես բազմաթիվ այդպիսի օրինակներ գիտեմ, այսինքն շատերի կանայք վերադառնալու են երեխաների հետ, որտեղ ամուսինները Ուկրաինայում կռվում են։ Ուրեմն ասեմ իմանաս, որ Չեչնիան 1 միլիոնանոց է, իսկ Ուկրաինան անգամ վատագույն դեպքում 25-ից 30 միլիոնանոց է, եւ դա չի սպառնում Պուտինին։ Ինքը 1 միլիոնանոց Չեչնիա էր հաղթում 10 տարի։ Սկզբից Ելցինը, հետո Պուտինը։ Եվ մոբիլիզացիայի մասին էլ մենք ընդհանրապես կխոսենք հետագայում, թե ինչ է պահանջվում, այսինքն այս սցենարը արդեն գնում է, բնականաբար կանդրադառնանք, չեմ ուզում այսօր շատ դրան անդրադառնամ։ Հուսով եմ ձեր համար բացատրեցի իրավիճակը, հարգելի հետևորդներ, ինչ է կատարվում, լավ մնացեք։